Պարոն Մանուկյան, նախկինում դուք քաղաքական գործունեությամբ չեք զբաղվել, ձեզ ուղղակի ճանաչում էին հանրապետական կուսակցությունից, ինչպես եղավ, որ գնացիք ուժեղ Հայաստան։ Ես իմ գործունեությունը ծավալել եմ այն մտքի շուրջ, այն գաղափարի շուրջ, որ այս իշխանությունը պետք է հեռանա։ Եվ դա այդտեղ կարճ ասած տրիգեր եղել է ինձ համար պատերազմը։ Ես լինելով ժամկետային զինծառայող մասնակցել եմ 2020 թվականի պատերազմին։ Եվ այն ցավալի աղետը, որը տեսել է հայ ժողովուրդը, ես տեսել եմ իմ աչքի վրա։ Եվ ինձ համար կա մեկ նպատակ, որ այս իշխանությունը հեռանա։ Անկեղծորեն հավատում եք, որ հանրապետականները նման ցանկություն ունեին եւ միացել էիք իրենց թիմին։ Բոլոր հնարավոր տարբերակներն օգտագործելու եմ, որպեսզի այս իշխանությունը հեռանա։ Դուք արդեն վերցրել եք մանդատը եւ падգամավոր եք դառնալու։ Նախորդ խորհրդարանական առօրյան բավականին թեժ է եղել, էլ ծեծկրտուկ, էլ քացով իրար խփել։ Օրինակ պատկերացնում եք ձեզ մի իրավիճակում, որ Վահագն Ալեքսանյանը մոտենա եւ ձեզ հարվածի, քացով խփի, լավ իմանալով, որ հետո պատասխանատվություն չի կրելու։ Ինչպես եք ձեզ դրսևորելու այդ падգամավորի հետ։ Կարծում եմ բոլոր հնարավոր տարբերակներում պետք է պատրաստ լինել բոլոր հնարավոր միջոցներով։ Համարժեք արձագանքելու եք, թե բոլոր հնարավոր տարբերակներում կարող ենք պատրաստ լինել բոլոր հնարավոր միջոցներով։ Ես կարծում եմ, որ եթե անգամ այդ վերջախոս ազնվորությունը փորձի ինձ հետ անգամ բանավեճի մեջ մտնել, ես կարող եմ իր կրթական ցենզը բարձրացնել, քանի որ դեռ շատ բան ունի սովորելու Վահագն Ալեքսանյանը մեր խմբակցությունից։ Կարծում եմ ընթացքում մենք հետագայում կարող ենք տեսնել որպես պատկեր։ Վերջին շրջանում դուք հաճախ եք անդրադառնում Ռուբեն Ռուբինյանին, ով փաստացի արդեն նոր խորհրդարանի նախագահն է։ Ձեր թիմը մասնավորապես Նարեկ Կարապետյանը պնդում էր, որ Ռուբեն Ռուբինյանը սովորել է Թուրքիայում, սակայն հետո նա պատասխանեց, որ այդպիսի բան չի եղել։ Դուք վերջերս կրկին անդրադարձել եք այդ թեմային եւ կրկին պնդում եք, որ սովորել է։ Ի վերջո սովորել է, չի սովորել եւ ինչ վտանգներ է իրենից ներկայացնում, եթե օրինակ Ռուբեն Ռուբինյանը սովորել է Թուրքիայում, ինչ կա դրանում։ Նշեմ մեկ փաստ, որ Ռուբեն Ռուբինյանը ինքնախոստովանանքով հանդես եկավ լրագրողների առջև, երբ որ նշեց, որ ինքը հետազոտական աշխատանք է կատարել, միևնույն ժամանակ նշելով, որ կիսատ է թողել։ Ես ուզում եմ նշել, որ տվյալ ազնվորությունը իր հետազոտական աշխատանքը կատարել է 2017 թվականից մինչև 18 թվականի ապրիլը, զարմանալի է, որ Թուրքիայում լինելով հանդերձ հայտնվեց միանգամից անհասկանալի եւ չակերտավոր այդ հեղափոխության գործընթացներում։ Թե ինչպես եւ ոնց միջև այդ ժամանակ ինքը սովորում է միջև այդ եղել է Թուրքիայում, իսկ անմիջապես հետո հայտնվել է հեղափոխության չակերտավոր այդ գործընթացներում։ Բոլորիդ համար ես կարծում եմ, որ այսքան պատահականություններ, որոնք ես եմ որպես փաստ առաջ բերում, չեն կարող ուղղակի լինել։ Թող Ռուբեն Ռուբինյանը, ինչքան որ ինքը փախչում է իմ հարցերից, չի ուզում պատասխանել, միևնույն ժամանակ կարծում եմ իրենքից այլ ֆեյքերի լրատվականներ, որոնք իրական չեն, փորձում են ինչ-որ նկարներ պատրաստել AI-ով իմ մասին, եւ դա հրապարակում է։ Թող Ռուբեն Ռուբինյանը ուղիղ կերպով պատասխանի։ Եթե այդտեղ խոսում ենք, այսպես ասած, թափանցիկության մասին։ Եթե նա այնտեղ է եղել, ուրեմն չի կարող, անգամ մեկ անգամ նշել եմ, որ մեկ խոստ եմ կատարել, որտեղ իր մերձավորներից մեկը իրեն Էֆենդի է կոչել։ Եվ Ռուբենը այդ նկարը, որ հրապարակել է Թուրքիայից, նրա տակը պատասխանում է, որ ինքը փաշա է, իրեն ձևակերպում է որպես փաշա։ Եթե տվյալ մարդը հմայվածություն ունի թուրքական քաղաքականությունը, թուրքական պետության նկատմամբ, ուրեմն կարծում եմ որոշակիորեն էլ նաև հանդիպել է այդ ժամանակահատվածում թուրքական քաղաքական պաշտոններում ներկայացված անձանց, թող ասի ում հետ է հանդիպել եւ ինչ։ Հնչեցի բոլորի անունները։ Որ նա ներդրված ագենտ է, այսպես ասած, Թուրքիայում։ Ես տեսեք կասկածներ կարող է անգամ հանրությունը ունենալ այս դեպքում։ Ես էլ կարող եմ ունենալ, քանի որ հանրության մասն եմ կազմում։ Եվ այս դեպքում զարմանալի է, որ Ռուբեն Ռուբինյանը մեկ անգամ ասաց, եթե այդ հետազոտական աշխատանքը կատարել են, ապա դա եղել է երկկողմանի վերբովկայի մասին։ Ցիտում եմ իր բառերը։ Իրենք էլ են վերբովկա արել Թուրքիայում։ Ես ուզում եմ հասկանալ, եթե ինքը խոսում է երկկողմանի վերբովկայի մասին, ուրեմն կարելի է հասկանալ, որ այս ազնվորությունը ուղիղ կերպով խոսում է իր անձի գործունեության բացահայտ ուղղորդության մասին։ Եթե նման բան կա, ապա թող ասի հաջորդիվ քայլը որն է լինելու, որ այնտեղից ասելու են այստեղ անի։ Դուք կպատկերացնեիք, որ այս տարիքում կարող եք լինել խորհրդարանում որպես падգամավոր։ Իրականում ամենափոքրն եք, չէ՞ տարիքով։ Այո, Հայաստանի պատմության մեջ։
Հայաստանի պատմության մեջ առաջինը ոչ, կարծեմ երկրորդը թե երրորդը, բայց կարծում եմ այն մարդկանց անունները, որոնք կարող եք տալ, չգիտեմ, 2018-ին են եղել, թող ասում եմ շատ մեծ կարծիք չհնչի, բայց այն պատրաստվածությունը չունեին, ինչ որ ես ունեմ ես։ Եվ այն գինը չեն վճարել, ինչ որ վճարել եմ ես, քանի որ ես քաղաքականություն մտել եմ ոչ թե իմ ցանկությամբ, այլ տեսնելով այն իրադարձությունը, այն ցավը, որ տեսել եմ 2020 թվականի պատերազմին։ Հասկացել եմ, որ այն ինչ մեզ հրամցնում են, դա մաքսիմալ կերպով կարծում եմ այլ պետության շահեր է ներկայացնում։ Փաշինյանը այստեղ լիներ, կասեր ինչու չեք զոհվել։ Չեմ զոհվել, որովհետև եթե վերադարձել, որ փոխեմ իրեն իր ավազակա որջը։